Հայկական շոու բիզնեսում ամենաշատ սիրված երգչուհիներից մեկը երգչուհի Սոնա Ռուբենյանն է։ Սոնան սիրված է ոչ միայն ինքն իրենով, իր երաժշտական բարձր տվյալներով, այլ սիրված է իր հիանալի ընտանիքով։ Երգչուհի Սոնա Ռուբենյանի դուստրը Մարին շատ սիրված է հանրության կողմից։ Նրա մասնակցությամբ հրապարակումները ամենասպասվածն են հետևորդների շրջանում, իսկ Սոնա Ռուբենյանն էլ չի չարաշահում հետևորդների սպասելիքները և բավականին հաճախ հրապարակումներ է անում դստեր մասնակցությամբ։ Այս օրերին ընտանիքը մեկնել է հանգստի։ Հաջորդիվ կներկայացնենք ընտանիքի ջերմ հանգստից մի քանի կադրեր։ Սակայն այս անգամ պետք է խոսենք մի թեմայի մասին, որը մի քանի անգամներ ապացուցվել է։ Դերասանուհի Հասմիկ Խոջանը, ով ևս բավականին սիրված է հանրության շրջանում, ակտիվություն է ապահովում ինստագրամյան հարթակում, հրապարակումներ է անում իր դստեր Նարեի մասնակցությամբ։ Այս օրերին Հասմիկը մայրիկի և դստեր հետ հանգստանում է ջերմուկում։ Վերջինս կրկին կադրեր է հրապարակում, ցույց տալով իրենց պասիվ հանգստից հատվածներ։ Առաջին անգամ չէ, որ հանրությունը նկատում է, որ Հասմիկ Խոջյանը ինչ-ինչ քայլերով փորձում է նմանվել երգչուհի Սոնա Ռուբենյանին։ Նաև դուստրը երբեմն հագնում են կրում են այնպիսի հագուստներ և կերպարներ, որոնք վերջին շրջանում կրել է հենց երգչուհի Սոնա Ռուբենյանը։ Դե իսկ այսօր ամենաթարմ նորությունը, որը ևս մեկ անգամ ապացուցում էր, որ դերասանուհին կարծես թե ամեն կերպ փորձում է ոտք մեկնել երգչուհու հետ, սա էր։ Երգչուհին հրապարակել էր կադրեր, որտեղ փոքրիկ Մարին ձու էր մաքրում և ուտում։ Սոնայի հրապարակումից կարճ ժամանակ անց նույն հրապարակումն է արել Հասմիկ Խոջյանը, ասես ցույց տալով, որ իր դուստրը լինելով ավելի փոքրիկ, այնուամենայնիվ կարողանում է ինքնուրույն ուտել։ Արդյոք այս ամենը զուգադիպություն է, թե իրականում իրոք Հասմիկ Խոջյանի համար Սոնա Ռուբենյանի վարած կոնտենտը օրինակ է և նա ամեն կերպ փորձում է նմանվել երգչուհուն, դժվար է ասել։ Ներկայացնում ենք համեմատությունները առանց մեկնաբանության, ինչպես նաև առանձնացրել ենք երգչուհի Սոնա Ռուբենյանի ընտանեկան հանգստից մի քանի կադրեր, որը ներկայացնում ենք հաջորդիվ։ Ում ծնունդն է։ Նշեցիր ծնունդդ։ Պատմեմ։ Դու գիտես երեք խոզուկները։ Լինում է, չի լինում, մի խոզուկ է լինում։ Վալում են գայլի տեղ։ Անկապ ասում եմ,
Մատերդ։ Մատերդ։ Можно еще раз, да? Mari, mata-te, mata-te. Mari. Happy birthday to you. Шнура, Мори, Машка. Сейчас ложишь. Մենք շատ շնորհակալ ենք շնորհավորանքների համար, որոնք որ ստանում ենք, բայց իրականում Մարիի ծնունդը նոյեմբերի 21-ին է։ Ուղղակի որտեղ որ happy birthday հնչում է, ինքը լսում է, ուզում է որ մոմփ չենք իր ծնունդն էլ շնորհավորենք, այդ պատճառով մենք համարյա ամեն օր ծնունդ ենք նշում։